Առաջինի ուղիղ եթերում լուրերը շարունակում է աշխատանքը եւ Շուշան Էսակունցն բարև ձեզ։ Կառավարությունը կաջակցի Արարատի եւ Արմավիրի մարզերում գտնվող արդյունագործական, ձկնաբուծական 135 տնտեսություններին, որոնք զբաղվում են իշխանի եւ թարափի բուծմամբ, բեղմնավորված ձկնկիթի եւ խավիարի արտադրությամբ։ Նաեւ պարտադիր պետք է լինեն ավելացված արժեքի հարկ վճարող։ Աջակցությունը կտրվի միանվագ փոխհատուցման ձևով։ Էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է աջակցության բանաձևը։ Տարվա առաջին կիսամյակում ձեռք բերված ձկանկերի 1 ամսվա միջին արժեքի 20%-ի չափով։ 1 կիլոգրամի համար հաշվարկվել է 900 դրամ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, աջակցության տրամադրումը առիթ է նաև բարձրաձայնելու ոլորտի խնդիրները։ Ինձ հետաքրքիր է օրինակ ոլորտը ինչքան հարկ է գեներացնում։ Եվ պարզեցի, որ տարեկան հարկերը ձկան արդյունաբերության 2.5-ից 3 միլիարդ դրամի շրջանակում են տարեկան։ Իսկ եթե հետահայաց նայենք, թե այս ընթացքում ինչ է տեղի ունեցել անգին մի ռեսուրսի արտեզյան ջրավազանի հետ եւ մի կշերքի նժարին դնենք նա, մյուս նժարին դնենք նա, մի սարսափելի պատկեր կստանանք, թե ինչպես ենք մենք մեզ հյուծում, ինչպես ենք մենք մեզ սպառում։ Ես ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարի կամ 2 տարի առաջ մենք փակ ջրի օգտագործման փակ ցիկլի մասին որոշում կայացրինք։ Մեր հարգելի ձկնարտադրողները ցույցեր արեցին եւ այլն, կառավարությունը չտրվեց դրան եւ մենք շարունակ մնացինք այդ որոշմանը, ինչ տեղի ունեցավ հետո։ Մեր հարգելի ձկնարդյունաբերողները դիմեցին դատարան եւ մեր հարգելի դատարանը չեղարկեց այդ որոշումը։ Այսինքն այն որոշումը, որ կառավարությունը, կարծեմ օրենք էինք ընդունել եւ նաեւ որոշում էինք ընդունել, զրոյացրեցին այդ որոշումը, այսինքն ասցին, որ կարող է այդ արտեզյան ավազանը էլի շարունակենք հանել ու լցնել բանով դրենաժով ուղարկել Հայաստանի Հանրապետությունից դուրս։ Շատ լավ է, որ աջակցում ենք, բայց ես հարցեր ունեմ։ Ինչի է տարեկան հարկային եկամուտը 2.5-ից 3 միլիարդ դրամ։ Ինչի, ես հարցին պետք է պատասխան ստանանք։ Այս ինչ տնտեսության հսկայական ճյուղ է, որ երբեմն ամբողջ կառավարությունը, ամբողջ ազգային ժողովը, բոլորը, ամբողջ մամուլը, բոլորը քննարկում են, բայց իր հարկային արժեքը տարեկան 2.5 միլիարդ դրամ է։ Այս հարցերին մենք պետք է առերեսվենք, ընկերներ, կամ ստեղ ահավոր մեծ ստվեր կա, մենք այս ստվերի հետևից պետք է գնանք, կամ էլ մենք էլի ասում ենք, մենք այսօր ասում ենք, աշխարհի ծովերի, օվկիանոսների եւ գետերի ջրային ռեսուրսների կեսին տիրապետող երկիր մենք ձուկ ենք արտահանում։ Այս ինչ է նշանակում, չէ, լավ է, գոհ եմ, բայց պետք է սրա կշիռը հասկանանք, մենք ինչքան ջուր ենք վատնում, ինչքան ձուկ ենք արտահանում։ Սա ես ասում եմ, այս որոշման ընդունման ոչ թե հեճուկ, ասում եմ շատ լավ է, բայց մենք պետք է այս թեմաների մասին խոսանք։ Հայ հեղափոխական դաշնակցության անդամ Հայաստան դաշինքի պատգամավորի թեկնածու Արան Աղշքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել տնային կալանքը։ Լուրերին հայտնել են հակակոռուպցիոն դատարանից։ Աղշքարյանը ձերբակալվել էր ընտրակաշառքի գործով։ Հակակոռուպցիոն կոմիտեն ավարտել է Հայաստան կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով պատգամավորության թեկնածուի դեմ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Ռուսլան Բարսեղյանը մեղադրվում է Արագածոտնի մարզի մի շարք բնակիչների ընտրակաշառք տալու համար։ Նրա հեռախոսի խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են նամակագրություն, որում թեկնածուն քննարկում է կաշառք տալու հանգամանքները։ Տելեգրամ հավելվածի միջոցով նամակագրություն են ունեցել, որի ընթացքում քննարկել են անձին կաշառք տալու հանգամանքները։ Այս նամակագրությունը հակակոռուպցիոն կոմիտեում ընտրակաշառքի վարույթով իրականացված նախաքննության ընթացքում է բացահայտվել Հայաստան կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի բջջային հեռախոսի թվային խուզարկության ժամանակ։ Թվային խուզարկությունն է իրականացվել պատգամավորի թեկնածուից առգրաված վերջինիս պատկանող բջջային հեռախոսում, որի մեջ բացահայտվել է այլ անձի հետ խմբի կազմում կաշառք տալու անձավոր դեպք։ Ըստ հաղորդագրությունների պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանը Հայաստան կուսակցությունների դաշինքի անունից հանդես եկող Ծաղկահովիտ համայնքի շտաբի պետ Արման Սաֆարյանի հետ ինքնությունը դեռևս չպարզած անձին առաջարկել եւ խոստացել են տալ 40,000 դրամ ընտրակաշառք ազգային ժողովի ընտրություններին նույն դաշինքի օգտին քվեարկելու համար։ Դեռևս 2026 թվականի մայիսին հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր քրեական վարույթ Արագածոտնի մարզի մի շարք բնակիչների ընտրակաշառք տալու եւ ստանալու դեպքերի առթիվ։
Քրեական վարույթով իրականացված նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 6 անձանց նկատմամբ, հիշյալ անձանցից երկուսը հանձնացել են Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի թեկնածուներ, ընդ որում Հայաստան կուսակցությունների դաշինքի падգամավորի թեկնածուներից մեկին մեղսագրվում է 5 դրվագներով խմբի կազմում նախնական համաձայնության մտրակաշարք տալու հանցանքի կատարում։ Հայաստան դաշինքի падգամավորի թեկնածուներն են Ռուստան Բարսեղյանը եւ Ասատուր Քոչարյանը։ Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, ընտրակաշարք տված մյուս անձանց նկատմամբ որպես խափանման միջոց են կիրառվել կալանքը, տնային կալանքը եւ վարչական հսկողությունը։ Նախաքննության պարզվել է, որ գործել է ընտրակաշարք տալու հստակ սխեմա։ Արևոտ հանցանք կատարած անձին կընտրել են իրենցից ֆինանսական սպասելիքներ ունեցող անձանց ընտրակաշարք տալու համար, իսկ վերջինների հանցավոր գործողությունները համակարգել է Ռուստան Բարսեղյանը։ Հատկանշական է, որ իրականացվել են 1 տասնյակից ավելի խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են մի շարք փաստաթղթեր, այդ թվում նաև ձեռագիր գրառումներ պարունակող փաստաթղթեր, որոնց ընթացքում արտացոլվել են ընտրակաշարքի չափերը, ընդ որում падգամավորի թեկնածուին մի դրվագով մեղսագրվում է 800,000 դրամ ընտրակաշարք տալու, այսինքն միջնորդավորված եւ այլ անձանց միջոցով մի խումբ անձանց բնականաբար բաժանելու դեպքով։ Ես էլ էս բոլորը չեք ես ստենամ էլ ախպերս։ Ախպեր նա 800 պոտ է, ախպեր ի՞նչ շանսը 800։ Դու չես ասա։ Հա, տվել եմ ասել եմ ախպեր։ Բան արա, տղեկին հատկացում արա 40-ով 50-ով բովշան։ Ջոգիր։ Ու աչոտով արի հասնա քիչա։ Մեկ այլ դրվագով Բարսեղյանը Հայաստան դաշինքի անունից հանդես եկող Արթուր Մակարյանի հետ Հրանուշ Մակարյանի եւ Ոմո Վահանի հավաքագրած ինքնությունը դեռևս չպարզված ընտրողներին խոստացել եւ տվել են ընդհանուր 600,000 դրամ ընտրակաշարք։ Ես քեզի 150 տվել եմ։ 600-ը փոխանցել քեզի, այս մարդկանց հարցերը ցույց տվել։ Վարույթի նախաքննությունը падգամավորի թեկնածու Ասատուր Քոչարյանի եւ եւս 3 անձի մասով ավարտվել է եւ հաստատված մեղադրական եզրակացությունը ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Ռուստան Բարսեղյանի եւ դաշինքի անունից հանդես եկող Արման Սաֆարյանի մասով եւս նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությունը հաստատելու եւ դատարան հանձնելու նպատակով ուղարկվել է դատախազություն։ Քրիստինե Թորոսյան, Ռաֆիկ Սողոմոնյան, Լուրեր։ Օրվա ճեպազրույցում վարչապետն անդրադառնալով ով կփոխարինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դեռ որոշում չունի, նաև այն պատճառով, որ Թուրքիայի հետ հաղորդակցության ձևաչափով պետք է որոշեն ինչպես են շարունակում աշխատանքը, որպեսզի կայացնեն որոշումներ։ Վարչապետը հավելել է, որ այդ թեմայով քննարկումները շարունակվում են։ Պետության ղեկավարը անդրադարձել է նաև Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների քաղաքական բաղադրիչին։ Պրոբլեմը հետևյալի մեջ է, Հայաստանը որոշել է ունենալ այլընտրանքներ, իչև այս Հայաստանը չի ունեցել այլընտրանքներ, չի ունեցել։ Տնտեսական առումով։ Ոչ, այդ թվում քաղաքական առումով, ինչի տնտեսական առումով, այդ թվում քաղաքական առումով, ինչա տեղի ունեցել, ինչն է պրոբլեմը, պրոբլեմը հետևյալի մեջ է, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Չինաստանի հետ, Հայաստան ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Միացյալ Նահանգների հետ, Հայաստանը ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ է ստորագրել Մեծ Բրիտանիայի հետ, Հոլանդիայի հետ, Ֆրանսիայի հետ եւ այլն եւ բազմաթիվ այլ պետությունների հետ։ Իսկ նախկինում Հայաստանը ռազմավարական հարաբերություններ չուներ կամ չէր կարող ունենալ այսքան գործընկերների հետ։ Պրոբլեմը այդտեղ է։ Ես չեմ կարող Ռուսաստանի զգացմունքների մասին ասել, ես կարող եմ ասել, որ Ռուսաստանը խնդիր է տեսնում այդտեղ եւ այդտեղ էլի էքսկլյուզիվության բաղադրիչ կա կամ մեծ խնդիրը հետեւյալն է կամ էքսկլյուզիվ են հարաբերությունները կամ հարաբերություններ չպետք է լինեն։ Մենք չենք ընդունում այդ մոտեցումը։ Մենք ասում ենք հարաբերությունները էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն։ Եվ սա լեգիտիմ դիրքորոշում է, սրա մասին է խոսքը։ Ինչ վերաբերում է կողմնորոշվելուն, ես ասում եմ մենք մեր պատմության փորձը ցույց է տվել, տեսեք դուք ասում եք լավ գործընկեր, թե լավ գործընկեր չի Հայաստանը։ Հայաստան 2022 թվին ինչով լավ գործընկեր չէր, որ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը իր ֆունկցիաները չկատարեց։ Ինչով լավը չէր Հայաստանի Հանրապետությունը։ Ինչ էր արել Հայաստանի Հանրապետությունը։ Ում էր վատություն արել Հայաստանի Հանրապետությունը։ Հայաստանի Հանրապետությունը ինչով էր վատը, ինչ վատ բան էր արել Հայաստանի Հանրապետությունը, որ այդ ամեն ինչը տեղի չունեցավ։
Ինչով էր Հայաստանի Հանրապետությունը վատը, որ Ղարաբաղում ռուս խաղապահները իրենց գործառույթները չկատարեցին։ 2022 թվականի հոկտեմբերի 6-ի մեջախնդիրը, բայց դրանից առաջ դեպքեր են եղել։ Ինչով էր վատը Հայաստանի Հանրապետությունը։ Այսինքն ես նորմալ է, որ դուք այդ հարցը տալիս եք, ես հարգանքով եմ վերաբերվում դրան, բայց էլի եմ ասում, իսկ ինչի անընդհատ մեր կանխավարկածը այն, որ մենք ենք պարտադիր ինչ որ վատ գործընկեր։ Կամ Հայաստանի Հանրապետությունը ում էր ինչ արել, որ Բելարուսի նախագահը հայտարարի, որ գիտեք ինչ, դե Հայաստանը ում է պետք։ Ինչն էր վատ արել, Հայաստանի վատություններ արել ինչ որ մեկին։ Բելարուսին վատություններ արել Հայաստանի Հանրապետությունը։ Ոնց կարելի է երկրի, ինքնիշխան երկրի մասին այդպես խոսալ։ Հիմա մենք ցույց ենք տալիս, թե ում է պետք Հայաստանի Հանրապետությունը։ Հարգարժան գործընկերը Բելարուսի նախագահը փնտրում եւ չէր գտնում այդ հարցի պատասխանը։ Հիմա մենք ցույց ենք դնում այդ հարցի պատասխանը։ Հայաստանի Հանրապետությունը պետք է Չինաստանին, Միացյալ Նահանգներին, Եվրամիությանը, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ այդ բոլոր գործընկերներն էլ Հայաստանի Հանրապետությանն են պետք։ Մեծ հարգանքով Վրաստանը Հայաստանի Հանրապետությանը շատ պետք է, Հայաստանի Հանրապետությունն է Վրաստանին է պետք, Ֆրանսիային, Գերմանիային, Լեհաստանին, Մեծ Բրիտանիային։ Այս ամբողջ պատմությունը։ Իրանի դեմ ռազմական գործողությունը դադարեցնելու հարց չի քննարկվում, նաև ամերիկյան ուժերի հետ քաշման հարց օրակարգում չկա, հայտարարել է նախագահ Թրամփը։ Միացյալ Նահանգները հարվածներ է հասցրել Իրանին ի պատասխան Հորդանանում ամերիկյան բազաների եւ Հորմուզի նեղուցում նավերի վրա իրանական հարձակումների։ Այս ժամի միջազգային զարգացումները կներկայացնի Դավիթ Մուրադյանը։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել են, որ ծանր հարված են հասցրել Իրանին։ Թիրախավորվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ օբյեկտներ, ռազմական հրամանատարական կետեր, հրթիռային անօդաչու թռչող սարքերի կայանքներ, ափամերձ հսկողության եւ պաշտպանական օբյեկտներ։ Հարվածները հասցվել են ի պատասխան երեքշաբթի Հորդանանում Միացյալ Նահանգների բազաների եւ Հորմուզի նեղուցում գտնվող նավերի վրա իրանական հարձակումների։ Միացյալ Նահանգների հարվածներից հետո Իրանը մի քանի բալիստիկ հրթիռ է արձակել մերձավոր արևելքում գտնվող ամերիկյան թիրախների, մասնավորապես Հորդանանում գտնվող ամերիկյան բազայի ուղղությամբ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից մերձավոր արևելքում ամերիկյան ռազմական օբյեկտներին հասցված հարվածներից հետո Վաշինգտոնը չի քննարկում Իրանի դեմ ռազմական գործողությունը դադարեցնելու հնարավորությունը։ Այդ մասին նա ասել է Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում։ Թրամփի խոսքով Իրանի վերջին գործողությունները չեն փոխել Միացյալ Նահանգների քաղաքականությունը եւ ամերիկյան ուժերի հետ քաշման հարց օրակարգում չկա։ Նախագահը նաեւ ընդգծել է, որ Միացյալ Նահանգները շարունակելու է պատասխանել Իրանի նման գործողություններին, անհրաժեշտության դեպքում հասցնելով պատասխան հարված։ Ռուսական ուժերը հուլիսի 30-ի գիշերը հրթիռային հարվածներ են հասցրել Լվովին։ Քաղաքում մի քանի պայթյուն է որոտացել, վնասվել են 2 բազմահարկ բնակելի շենք եւ ոչ բնակելի շենք։ Լվովի մարզային վարչակազմի ղեկավար Մաքսիմ Կոզիցկին հայտնել է, որ տուժել է 15 մարդ, փլատակներում մարդիկ են մնացել։ Կիևում էլ ռուսական ուժերի հարձակման հետևանքով 1 մարդ է զոհվել, եւս 2-ը վիրավորվել։ Կիևի մարզում հարվածների հետևանքով 5 մարդ է տուժել։ Կրիվոյ Ռոգի արվարձանում մասնավոր տան ուղղությամբ հրթիռի ուղիղ հարվածի հետևանքով զոհվել է 6 մարդ, այդ թվում 5 եւ 12 տարեկան աղջիկներ, եւս 8 մարդ տուժել են։ Ուկրաինայի նախագահն էլ տելեգրամյան իր ալիքում տեղեկացրել է, որ ռուսական ուժերի թիրախում այս գիշեր հայտնվել են Կիևը եւ Կիևի, Դնեպրոպետրովսկի, Լվովի, Պոլտավայի, Խարկովի, Նիկոլաևի, Սումիի, Վիննիցի, Չերկասի եւ Իվանո-Ֆրանկովսկի մարզերը։ Ավերվել եւ վնասվել են տասնյակ սովորական բնակելի տներ, քաղաքացիական ձեռնարկություններ եւ ենթակառուցվածքների օբյեկտներ։ Այդ հարձակման ընթացքում արձակվել է ավելի քան 70 հրթիռ եւ 280 հարվածային անօդաչու թռչող սարք։ Դրանց մի մասը հաջողվել է խոցել, նշել է Վոլոդիմիր Զելենսկին։ Նա ընդգծել է հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռների անհրաժեշտությունը։ Այս գիշեր ուկրաինական անօդաչուները թիրախավորել են Վայլդբերիզի եւս 1 պահեստ, այս անգամ Պենզայում։ Նահանգապետ Օլեգ Մելնիչենկոյի խոսքով 1 մարդ տուժել է, պահեստի 200 աշխատակից տարհանվել։ Լրատվամիջոցների տվյալով պահեստի տարածքում հրդեհ է բռնկվել, հարձակման է ենթարկվել նաեւ Ուդմուրտիայի Սարապուլ քաղաքում գտնվող Վայլդբերիզի լոգիստիկ կենտրոնը, այնտեղ եւս հրդեհ է բռնկվել եւ մարդկանց տարհանում է իրականացվել։ Տուժածներ չկան։ Ուկրաինայի զինված ուժերը 1.5 շաբաթվա ընթացքում շարքից հանել են Վայլդբերիզի 8 պահեստ, մոտ 860,000 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով։ Սա անկերության բոլոր պահեստային տարածքների ավելի քան 15%-ն է։ Դավիթ Մուրադյան, լուրեր։
Ինչպես գաղափարը դարձնել ստարտափ, Սևանի ափին հավաքվել են բարձր տեխնոլոգիական համայնքի ներկայացուցիչները, որոնք ներկայացնում են սեփական ծրագրերը, դառնում մենթոր, ներգրավում ուսուցողական գործընթացներում։ Արդեն երկրորդ անգամ Հայաստանի կառավարությունը համաֆինանսավորում է միջոցառումը, այս անգամ հատկացնելով 200 միլիոն դրամ։ Ըստ ոլորտի նախարարի ստարտափը կարող է էական ազդեցություն ունենալ տնտեսական աճի վրա։ Արդեն 10-րդ անգամ Seaside Startup Summit-ը Սևանի ափին է հավաքում ներդրողների, ստարտափների ներկայացուցիչների, ուսանողների, ծրագրավորողների, մենթորների աշխարհի տարբեր անկյուններից սովորելու, գաղափարներ փոխանակելու եւ նոր համագործակցություններ ձևավորելու համար։ Մենք Seaside Startup Summit Armenian սկսել ենք ընկալել ոչ միայն որպես միջոցառում, այլ որպես միջավայր, որպես պլատֆորմ, որտեղ փաստացի տեղի են ունենում տարբեր միջոցառումներ, տարբեր կրթական ծրագրեր, այդ կրթական ծրագրերը նախատեսված են ոչ միայն ստարտափ ընկերությունների համար, այլ նաև ուսանողների, ծրագրավորողների, իսկ այլ միջոցառումները տարբեր ինդուստրիալ միջոցառումներ են։ Դավիթ Հարությունյանն իր թիմի հետ այլ երկրից է եկել Հայաստան Summit-ին մասնակցելու համար։ Ստեղծել են արհեստական բանականությամբ աշխատող սոցիալական մեդիայի կառավարման հարթակ։ Կարող են բոլորը իրենց account-ները, օգտատերերի համարները ավելացնել հարթակին, օրինակ Instagram, TikTok, YouTube, X եւ այլն, 6 պլատֆորմ ունենք եւ ամեն ինչ ղեկավարել այդտեղ, այսինքն կոնտենտի ամբողջ այդ ցիկլը ղեկավարել այդտեղ, դա իրանից ներկայացնում ոնց որ կոնտենտի գեներացում, նկարների ստեղծում, էդիթինգը, խմբագրում։ Հենց այս ստարտափն էլ ավելի զարգացնելու ու ներկայացնելու համար են այստեղ։ Ինչպես պետք է ստարտափը խոսա ներդրողների հետ, ինչպես պետք է այդ սլայդները պատրաստվեն, ինչ ինֆորմացիա այնտեղ պետք է լինի, ինչպես ժամանակը հացնել, որտեղ շատ կարճ ժամանակ է եւ պետք է կարողանաս ամենակարևոր ինֆորմացիան ներկայացնել, այդ ամեն ինչը մեզ այստեղ սովորացնում են։ Շատ ավելի սկսնակների, ուսանողների համար էլ այլ ծրագրեր կան, սովորեցնում են ինչպես գաղափարը դարձնել ստարտափ։ Արդեն մոտավորապես ես պատկերացնում եմ ինչ կարող եմ անել, բիզնեսի հետ կապված դասընթացներ չեմ ունեցել, այստեղից բավականին շատ ինֆորմացիա եմ հետը ստանելու։ Ամբողջ միջոցառումն առհասարակ ունի 4 կրթական ծրագիր, հասունության տարբեր մակարդակ ունեցող ստարտափների համար՝ միկրոաքսելերացիոն, միկրոինկուբացիոն, նախաինկուբացիոն ու նաև ծրագիր հատուկ ծրագրավորողների համար։ Վերջին 1 տարվա ընթացքում AI-ի ինտենսիվ ներգրավումը ծրագրավորման ոլորտում ստեղծել է, այսպես ասած, ճգնաժամ այդ ոլորտում եւ բոլորը ողջևորված են, որ բարելավեն իրենց գիտելիքները, իրենց իմացությունը նաև AI գործիքների կիրառման տեսանկյունից եւ այս տարի փորձել ենք ծրագրավորողների կրթական ծրագրում ինտեգրել AI-ի վերապատրաստման տրեյնինգներ։ Արդեն երկրորդ տարին է Seaside Startup Summit-ը համաֆինանսավորում է Հայաստանի կառավարությունը, հատկացնում 200 միլիոն դրամ։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարը նշում է, երկրները, որոնք ձգտում են զարգացնել տեխնոլոգիական ոլորտը, պետք է ունենան զարգացած ստարտափ էկոհամակարգ։ Այս էկոհամակարգի իր հետ բերում է նոր աշխատատեղեր, որովհետև որպես կանոն ստարտափները շատ արագ աճում են եւ նոր աշխատատեղեր են բացվում ոլորտի մասնագետների համար։ Այն էկոհամակարգը խթանում է նորարարությունը երկրում, այսինքն երկրի ներսում ստեղծվում է նոր գիտելիք, նոր արտադրանքներ, ծառայություններ եւ լուծումներ, որոնք գալիս են հեշտացնելու մարդկանց կյանքը։ Նախարարը շարունակում է ստարտափ էկոհամակարգի զարգացումը, ուղիղ ազդեցություն է ունենում նաև տնտեսության աճի վրա։ Զարգացումը նոր հնարավորություն է ստեղծում եւ տեղական եւ միջազգային ներդրումներ ներգրավելու, ինչը ուղղակի ֆինանսական հոսքեր է ապահովում նաև մեր երկիր։ Այսինքն այս ամբողջ պատկերն է, որ իրականում հասկանալի է դարձնում կառավարության համար ստարտափ էկոհամակարգի զարգացումը առաջնահերթ հռչակելու քաղաքականությունը։ Ոլորտը համակարգող նախարարը կարծում է ապագայում էլ խոշոր տարածաշրջանային միջոցառումներում, ինչպիսին է օրինակ Seaside Startup Summit-ը, կառավարությունը անմասն չի մնա։ Էմմա Վարդանյան, Հովհաննես Քյուրքչյան, լուրեր։ Այսքան այս ժամի համար հետևեք լուրերի ընթացքին։